Դե, Անժել, երկար պետքա սպասեմ։ Մամ, այսօր Դավիթն իմ պատճառով նկատողություն է ստացել դասխանքից։ Քո պատճառով։ Ինչի՞ է նկատողություն ստացել քո պատճառով։ Մամ, այսօր մեր անգլերենի ուսուցչուհին չէր եկել, իսկ ես ընդմիջմանը խնդրեցի Դավիթին, որ իմ հետ մնա։ Այսինքն Դավիթը դասից փախել է, հա։ Դե հա, մամ, բայց այդ աշխատանքի ուսուցման ժամին էր։ Այդ Տղա ջան, դասը մնում է դաս, ինչ տարբերություն։ Մամ, ես եմ մեղավոր, Դավիթը մեղք չունի։ Ոչ, Անժելը մեղավոր չի։ Դու պետք է այդպիսի բան չանես։ Ծնողը կանչել, դասխիկդ։ Չէ, մամ ջան, ոչ մի ծնող էլ չի կանչել։ Ուղղակի ինքը կանչեց ինձ իր մոտ, ու ասեց, որ մյուս անգամ եթե այդպես բան լինի, իրանց զգուշացնում, որ ինքը թույլատվություն տա, էլի։ Ու աշխատանքի ուսուցման դասատուն էլ բացակա չէր դրել, մամ, երդվում եմ, էլ այդպես բան չի լինի, ու ոչ մի բան էլ չէր եղել։ Հաստատ։ Մամ, երդվում եմ։ Լավ։ Գնացեք սենյակի, ես գնամ պարկեմ մի քիչ հանգստանամ, հոգնած եմ։ Մամ, պապան այսօր էլ ուշ գալու։ Պապան ինձ մեքենայով բերեց, ինքը գնաց աշխատանքի։ Ոնց, պապան եկել հասել աստեղ ու վերև չի բարձրացել։ Որովհետև շտապում էր։ Լավ, հոգնած եմ, գնամ մի քիչ պարկեմ հանգստանամ, դուք էլ անցեք ձեր սենյակը, էլ հարցեր մի տուր, հա։ Արշակը սխալ արել, որ դրան տարել փողա տվել։ Ես էլ տենց ասեցի Արշակին։ Բայց գոնե իրան ասել ես, թե ինչն է սխալ։ Հաբա ոնց Մանոտ ջան, ասեցի, որ այդ տիպի մարդիկ կյանքում հետ չեն կանգնում։ Մինչև այն մոմենտը, որ արդեն փող չտաս։ Եթե Արշակը պատրաստ է եղել այդքան փող պարտքանի ու տանի տա դրան, հաջորդ անգամ ինքը երևի ավտոն ծախի, որ դրա դեմն առնի ու տնջ շարունակ։ Մարատ ջան, դրա համար էլ ասում հնարավոր ինչապ շուտ տեսնենք Գևորգին։ Դրանք ինչ ասում ու ինչ ձև է։ Թե չէ սեն շարունակվեց Արշակը ոչ մենակ ավտոն, տունն էլ կծախի։ Բայց լավ, գոնե ճշտել ես ով է այդ Գևորը, ինչացի է, որտեղից է հայտնվել։ Ով ուզում է լինի։ Մենակ իր արածը մարդկություն չի։ Պետք է պատասխան տա դրա համար։ Պետք է Արշակենցը իր ընտանիքի հետ հանգիստ թողնի։ Վարդան էդի տենց էլ կլինի մի մտածի, բայց իմ հարցին չպատասխանեցիր։ Գիտես ով է այդ մարդը։ Արշակի պատմելով, ասում Ռուսաստանում ա եղել տարիներով։ Ինչով է զբաղվել, ինչ արել, չգիտեմ։ Մի խոսքով անկապ դեմք է։ Այդ հաստատը տենց է, որովհետև լուրջ մարդը տենց բան չեր անի։ Աստեղ բարդ մոմենտ կա էլի, Մարատ ջան, այն երեխուն չի լինի բացատրել, Անժելը։ Հիմա Արշակենք երկու քարի արանք են ընկել։ Երեխուն ոնց բացատրեմ, որ քերիդ էդ է։ Փող ա ուզում բան անում, չեն կարա, երեխեն կնեղանա իրանցից։ Քերունե փող չեն կարա, չտան այդտեղ էլ երեխու մոմենտն է։ Մի խոսքով մի բան պիտի մտածենք էլ։ Ճիշտ ես ասում։ Եսի շատ նուրբ հարց է ու սրան ուրիշ մոտեցում է պետք։ Հենց պետք է անենք, որ Անժելը Արշակենցից չներվի։ Բայց նաև պետք է ստիպենք, որ քեռին իրան անեց բայի, որ Անժելը քեռուց հիասթափվի։ Ես հաստատ Արշակը։ Բարև Մարատ ջան, բարև Արշակ ջան։ Դե մի հատ կոֆե դնեմ, կոֆե խմենք, հետո կխոսանք։ Էդգար։
Բարև եք Գորժան։ Բարև ձեզ։ Հայկ, ինչի նստեցիր։ Դե միացրու հերոստացույցը։ Դեռ 5-6 րոպե կհամա։ Այդ ինչ հաղորդում, հա երևի են, որ հյուր եք գնացել։ Այդ Գորջան։ Քասախի եմ իրան ասում։ Ես կմիացնեմ արարել։ Համու դեռ 10 րոպե կա։ Դու ավելի լավ սեդային կանչիր։ Սեդան այստեղ չի։ Արդեն գնացել է։ Լավ, միացրու։ Այս ալիքն է, չէ՞։ Հա, էտա։ Քանի րոպե մնաց։ Քեզ զսպիր իշխան։ Քանի րոպե մնաց Հայկ։ Դեռ 10 րոպե կա համու։ Հայկ։ Զանգի Արշակին։ Զանգի թող նայի։ Պապ, ես քեզ հետաքրքիր չի, թե Սեդան ուրա գնացել։ Դու պիտի գնացած լինի, էլի։ Հա, բայց ինչի է այսքան շուտ գնացել։ Հետո կխոսենք, Էդգար, լավ։ Լավ։ Արեցի, էլի գովազդ է։ Հրանտատ գովազդ է։ Ադա սկսեք էլի։ Համու այդ հաղորդումը իր կոնկրետ ժամանակ ունի։ Հաղորդում կսկսվի, գովազդներ կավարտվի։ Դու Արշակին զանգեցիր։ Զանգում եմ, համու, զանգում եմ։ Հա, Հայկ ջան։ Հա? Ոնց թե։ Հա, հեսա կմիացնեմ, Հայկ ջան, անպայման։ Վարդան ջան, կարանք տելևիզորը մի հատ միացնենք, Հայկին ու Համլետին են հեսա ցույց տալու։ Հիմա միացնեմ Արշակ ջան։ Կներեք, չէ՞ որ ես մեր խոսակցությունը մի կես ժամով հետաձգենք։ Արշակ ջան, արի դու ժամանակ մի կորցրու զանգի այդ Գևորին, ասա թող գա ստեղ։ Ստեղ։ Բայց կարող է ստեղ չգա, Մարատ ջան։ Դե ինչ ասեմ, պետք է մի ձև համոզես։ Ասա, որ ուզում ես աչքից հեռու սաղի ինչ-որ սենց միտեղ հանդիպես։ Հա, Արշակ ջան, ասա, որ այս կողմերի վրա գործ ունես ու հարմար կլինի, որ ստեղ հանդիպենք։ Այդ ձև ասա կգա։ Իսկ պետք է ասեմ, որ փողը տալիս եմ, չէ՞։ Հա, բա ոնց, թե չի գա։ Հա, հաստատ չի գա։ Լավ, ես զանգեմ, մինչև ինքը գա այդ ընթացքում համել կնայենք, էլի հաղորդումը, հա։ Դե զանգի։ Վարդան, այդ Հայկին ու Համլետին արդեն տելևիզորով են ցույց տալիս։ Ճիշտն ասած ինձ համար էլ նորություն է, Մարատ ջան։ Լսի, լավ է հիշեցի։ Ես տղերքի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ։ Հեսա այդ Գևորին որ ճամփու դնենք, հիշեցրա ասեմ։ Ես արդեն գլխի եմ ընկնում, թե ինչ ես ասել։ Հեսա գալիս է։ Հա, Արշակ, բայց ոնց որ մի տեսակ լարված ես։ Ամեն ինչ լավ կլինի, մի մտածի ախպերես։ Եղավ, Մարատ ջան։ Ահա, սկսվեց։ Իզուր ես ոգևորվում, համու։ Ինչի։ Որովհետև բերանը ջուր էր առել ու նստել։ Ոչ մի չէի խոսում։ Ամենափայլուն մտքերը հենց ես եմ արտահայտել։
Որ խնդրեմ թույլ կտակ լսենք։ Շնորհակալություն։ Հա, Էդգար ջան, հեսա ձենն էլ կբարձրացնեմ։